Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար, մի քանի հարցեր կան, որ դուք բարձրացրել եք, հերթականությամբ կփորձեմ դրան անդրադառնալ, այնպես ինչպես դա ես եմ հասկանում, բնականաբար, իրական Հայաստան, այսօր փաստացի որևէ մեկը ինձ թվում է հələ դեռ չի մոռացել, որտեղ բավական թարմ ու բավական վերջերս է եղել, երբ որ Հայաստանի Հանրապետության գլխավոր թշնամին խոսում էր նրա մասին, թե արդյոք կա պատմական Հայաստան, որ այդ պատմական Հայաստանի բոլոր էջերը պետք է նորից ուսումնասիրվեն, որովհետև բոլոր, ասենք թե մեր նվաճումների հետ կապված, ես չգիտեմ ինչերը ամբողջը կարող է պատահի լինի այլ ձևի մեկնաբանված, քան իրականում եղել է, հատկապես կասկածի տակ էր դնում ցեղասպանությունը, այդ ընթացքում ուրեմն բոլոր այն գործընթացները քաղաքական եւ իրավաբանական, որ գնում էին Հայաստանի շուրջ Թուրքմենչայի պայմանագիրից հետո ավելի ուշ, խոսքը գնում է արդեն Մոսկվայի պայմանագիրը, Պարսից Սևրի պայմանագիրը եւ մնացած ուրիշ բաները եւ փաստացի բավական սուտ ձևով ուրեմն վերաձևավորում է եւ վերաներկայացնում է հատկապես 1920-21 թվականի գործընթացները կապված Հայաստանի ձևավորման հետ, որտեղ որ փաստացի Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ Եվրոպայի անմիջապես աջակցությամբ գնաց գործողություն ընդառաջ Թուրքիային եւ փաստացի Սևրի պայմանագիրը սառեցվեց։ Իդեպ մինչեւ օրս Սևրի պայմանագրի, այսինքն Վուդրո Վիլսոնի ուրեմն որոշման հետ կապված որևէ գործընթաց չի կասեցվել եւ նրա այդ փաստաթուղթը վաղեմության ժամկետ չունի եւ նա փաստացի աշխատանքային իրավաբանական փաստաթուղթ է, սա ուղղակի հիշեցման կարգով։ Բայց հիմա ամեն ինչ արվում է, որ դա կասկածի տակ դրվի եւ փաստացի մեր հիմնարար պետական ատրիբուտիկայից, որտեղ որ նաեւ կար որոշակի կապ, sense թեթև կապ կամ միգուցե թեթև չէ, այլ հիմնարար կապ, ուրեմն Վուդրո Վիլսոնի որոշման հետ, իրավարար ուրեմն որոշման հետ, հիմա իրականացվում է, որպեսզի կոպիտ ասած փաստաթուղթի իրավական գոյության չափանիշի հնարավորությունները իջեցվեն, ավելի ոչ լեգիտիմ դարձվեն։ Եվ սա է հիմնական նպատակը, որ պետք է սահմանադրությունը փոխվի, պետք է հռչակագրի կետերը հանվեն, ուրեմն պետք է բոլոր մեր սիմվոլներից արարած սարը հանվի, պատմության մեջ պետք է որոշակի թեմաներ այլևս չլինեն ու եւ այլն, հա, նույն մեր Մաշտոցի մասին տեղեկությունները եւ պատմությունները։ Որոշակի անհասկանալի գործողություններ են գնում Մատենադարանի հետ կապված եւ վերջերս էլ դուք լավ գիտեք, որ փաստացի ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հուշարձանում իրականացվում են որոշակի անհասկանալի գործողություններ։ Այս ամեն ինչը շատ քչերը գիտեն կամ հասկանում են, բայց ուղղված են 1920 թվականի այն իրավական ակտերը, որոնք չունեն վաղեմության նշան եւ գործում են Հայաստանի շահերից եւ ցանկացած իշխանության նոր, ասենք թե իշխանության եկած ազգային ուժերը, որոնք ազգային մտածելակերպ եւ Հայաստանի շահերից դրդվող ուրեմն ուժերը, եթե գան իշխանության հանկարծ, իրանք այլևս հնարավորություն չունենան հենվելու եւ հիմնվելով այդ հիմնարար փաստաթղթերի վրա, ուրեմն առաջ քաշել միջազգային հանրության առաջ նոր պահանջներ։
Այսինքն խոսքը գնում է շարունակական Հայաստանի պետականության լուծարման մասին, Հայաստանի պետականության, պետության եւ ազգի դեմ շարունակական դավաճանության դեմ, բայց այս ամեն ինչը զուտ շարքային դավաճանություն չի, որտեղ դավաճանությունը ինչպես կանոն իրականացվում է կամ գաղափարի հետ կապված, հա, գաղափարային խնդիրների հետ կապված կամ շահի հետ կապված։ Սովետական միության ժամանակ, երբ որ դա գաղափարական է եղել, դրա պարտադիր դատապարտվել է մահապատժի, եթե դա շահի համար է եղել, շահախնդրության հետ կապված է եղել, ապա դատարանը ընդունել մաքսիմալ 25 տարի բանտարկության բան։ Այսինքն լեվելը այդ դատապարտությունների ավելի ծանր էր, եթե գաղափարական էր դավաճանությունը, մի քիչ ավելի քիչ երբ որ շահադիտական։ Այստեղ գործում է երրորդ տարբերակը, որ դավաճանությունը գնում է, որտեղ մարդը թշնամի է։ Թշնամի է հայությանը, հայկականությանը, հայկական այբուբենին, հայ եկեղեցուն, ուրեմն հայ մշակույթին եւ մնացած ուրիշ բաներին։ Եվ այս պահին, երբ որ մենք իմանում ենք, որ արդեն սահման անցնող մեր կնիքի վրա հանվում է Մասիսարը, սա դրա հերթական ապացույցն է եւ հերթական շեշտակի ուժեղ քայլն է, ուրեմն իօքուտ այն բանի, ինչ որ ես ասի, այսինքն լուծարելու, կանգնեցնելու եւ չեղյալ համարելու 920-21 թվականին հայամետ միջազգային որոշումները իրավական։ Ստեղ մի հատ շատ խնդալու, շատ զավեշտալի, բայց դրա հետ միասին, այսինքն տականքության գագաթնակետը չճանաչող մի սրիկայի, ուրեմն բացատրությունը ինչ է նշանակում, որ Մասիսարը հանվում է կնիքի վրայից։ Խոսքը գնում է Վահագն Ալեքսանյանի հետ խոզի մասին։ Ուրեմն ինչ է ասում այս տականքը, ասում է դուք հիշում եք, չէ, երբ որ մեր Զվարթնոց օդանավակայանում նստած էին ռուս սահմանապահները եւ իրանք դնում էին կնիքի վրա կար ուրեմն Ռուսաստանի բանը Մասիսարի ուրեմն պատկերը, բայց հիմա մեր սահմանում նստած են մեր հայ սահմանապահները, որոնք ձեր այդ հայերեն են խոսում, եւ կնիքի վրա չկա Մասիսարը, հիմի որն է ավելի լավը։ Ես մարդու, ասենք թե չգիտեմ, այս մարդը դպրոց գնացել է, եթե դպրոց գնացել է, ասենք թե ինչ գնահատականներով ավարտել, քանի դասարան ավարտել։ Իմ մոտ ընդհանրապես հարց է առաջանում, սա հայկական դպրոց է գնացել, թե ինչ որ ադրբեջանական դպրոց է գնացել, որտեղ Երևանում, Հայաստանում այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիներին ապրում, կային ադրբեջանական դպրոցներ։ Ադրբեջանում չկային դեպ սովետի ժամանակ։ Իսկ Հայաստանում կային։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս մարդու այս բացատրությունը, ասենք թե ոչ մեկի մոտ դժգոհություն չի առաջացնում, ասենք թե Հայաստանի սահմանում ռուսի պեչատի մեջ կա Մասիսը, էդի է լավ, թե որ հայերն են սահմանում ու չկա Մասիսարը, եւ շեշտում է, որ իհարկե ավելի լավ որ հայերն են պաշտպանում մեր սահմանը, թեկուզ որ Մասիսարը չկա, դեբիլ է Սարա։ Մի հատ հետո քո ասած այդ կողքից լսել է Սարա, քո դեմքի արտահայտությունով, քո թլոշ, ապուշ բառակապակցություններով։ Ո՞ց կարելի է այդպես բան ասել։ Ու ես կոմենտներ եմ կարդում դրա տակ, ասենք թե լավ մեր կողքից քիչ թե շատ բանականություն ունեցող մարդիկ, որոնք հաստատ Նիկոլամետ են, բայց այնուամենայնիվ արձագանքում են ու դժգոհությամբ են արձագանքում։ Բայց մարդիկ կան հաշվելի չէ։ Ծափեն տալիս ո՞ր ես դեբիլին։ Ժողովուրդ, ես չեմ հասկանում ձեզ։ Իմ բանականությունը ընդհանրապես վեր արեց ծափ տվողներին հասկանալու չեմ հասկանում։ Սեպտեմբերի 13-ին փառատոն են անցկացրել։ Եվ այդ փառատոնի ժամանակ դրանից առաջ դրանից հետո հայտարարություն անան, որ այս
Առաջի Արցախյան 44-օրյա պատերազմի մեր զոհերը եղել են հանուն նրան, որ իրանք այդ օրը փառատոն անեն ու ուրախանան։ Դա ջերմուկի դեպքերն է դեպ։ Սեպտեմբերի 13-ին ջերմուկում եղել է լայնածավալ հարձակում, որտեղ մենք կորցրել ենք մոտավորապես 300 հոգի, 309 հոգի պաշտոնական տվյալներով զոհ ենք տվել եւ տարածքներ ենք կորցրել, որոնք մինչեւ հիմա մերը չեն։ Դա եղել է սեպտեմբերի 13-ին, սեպտեմբերի 13-ին այս իշխանությունները փառատոն են անում եւ ասում են, որ այդ փառատոնի համար են զոհվել տղեկը։ Ձեզ համար դա նորմալ է։ Դա դուք նորմալ եք ընկալում։ Չեմ հասկանում, էլի, ո՞նց կարելի է դա նորմալ ընկալել, արա։ Եթե դու թուրք չես, եթե դու այն Նիկոլի Տրուսիկի մեջինն ես կներեք արտահայտությանը համար անգամ, Թուրքիայում լավ sense առևտրականությունների մեջ չեք, փող եք աշխատում, թուրքերը ձեր բարեկամ աղբերներն են, այդ ասույթը ձեզ всё равно ձեռը տալի, դուք դա կարում եք հանգիստ լսեք, դա ընկալելի է։ Ամեն անգամ, երբ որ դուք գնում եք կայֆավացը ալնելու, Սեյշելյան կղզիներ, չգիտեմ, Բալի եկեղեցիներ, то ասում եմ եկեղեցի բաներ, վերջը կղզիներ, հա, Խուրգանդ եք գնում, то չգիտեմ, շատերը թաքուն Թուրքիա են գնում հանգստանալու, որ չեմ ասում դրա մասին, հա, Եգիպտոս եք, Իտալիա եք ֆրֆռում եւ այլն եւ այլն։ Այդ ամեն անգամ դուք այդ аэроպորտի ճանապարհը, որը անցնում եք, քաղաքից որ գնում եք դեպի аэроպորտի ճանապարհ, դեպի օդանավակայան, աջ կողմից այդ եռաբլուրը, որ տենում եք, այդ ձեր սաղիթ մտքով անցնում է, որ այդ տղեկը զոհվեցին, որ դուք գնաք ձեր համար կայֆավաց անեք։ Ես դեմ չեմ, գնացեք, հանգստացեք։ Շատ լավ է, ճիշտ է։ Բայց ուզում եմ հասկանամ, դուք տենց եք մտածում։ Մի քիչ կասկածում եմ, էլի, որովհետև դրանցից շատ գնացողները շատերը ճանաչում եմ, նորմալ հայրենասեր բանականություն ունեցող մարդիկ են։ Բայց դուք հասկանում եք, որ ասենք թե կա մարդը, որ կարա հասկանա, որ այ ինքը գնում է Եգիպտոս հանգստանալու համար, իշնորհիվ նրան, որ զոհվեցին այդ տղեկը, այ նրանք հանուն նրան զոհվեցին, որ ինքը գնա հանգստանալու։ Հիմա հասկանում եք այդ ձևաչափը։ Այս մարդիկ են ասում։ Ասում են գերեք, խմեք, ուրախացեք։ Այդ տղեկը հենց հանուն դրա էլ զոհվել են։ Հարսանիք եմ ընդունում, կնունք եմ ընդունում, պարով ու չգիտեմ ինչով, ասենք թե միջոցառումները, որ անցկացվում են, դա եմ ընդունում, նորմալ է։ Դրան դեմ չեմ։ Ես դեմ եմ, որ մարդկանց մեջ մտցնեն այն ընկալումը, որ այդ, որ իրանք անում են, եւ այդ, որ իրանք վայելում են, դա եղել է ինչ շնորհիվ այդ զոհերի, որ տղեկը զոհվեցին նրա համար, որ իրանք տենց ուրախանան։ Արա, բա որ վաղը մտնեն ձեզի մորթեն։ Ձեր տան մեջ եւ ձեր ննջարանների մեջ։ Այդ բանը ձեր մեջից ուզում են հանեն, մերցնեն։ Ասենք թե այսօր միջև հիմա Ալիև այդպես էլ չասեց լինելու է խաղաղության պայմանագիր, թե չէ։ Ինքը շատ բառեր ասում, մենք շատ մոտ ենք, գրեթե խաղաղության պայմանագիրը պատրաստ է, եւ այլն, մենք արդեն խաղաղությունը գրեթե ավարտել ենք եւ խաղաղության մեջ ենք Հայաստանի հետ, եւ պարտադիր մի հատ, բայց մի հատ ինչ որ թեմա կա։ Մնում է, որ բայց այս թեման լինի։ Այսօր Մարգարայի անցակետը Թալատ Փաշայի անունով են կնքում, այդ այն դեպքում, երբ որ ուրեմն
երիթ թուրքերը դատապարտել էին մահապատժին այդ անձնավորությանը ցեղասպանությունն իրականացնելու համար, հենց իրանք թուրքերը, հա, մահապատիժը իրականացրինք մենք հայերս Նեմեսիս ծրագրի շրջանակներում, բայց իրանք դատապարտված էին մահապատժի, այսօր նրանք հերոսացվում են, բանա փոխվել, չէ, ու լուրջա փոխվել, չէ, Մարգարեի ճանապարհի բացման պայմաններից մեկը պարտադիր, որ այդ անցակետը պետք է անվանվի Թալատ Փաշայի անունով, նորմալ է, այդ Մարգարեի գյուղերի ապրողներ, որ ձեր տները արդեն վաճառել եք թուրք նահանգապետերին, դա նորմալ է, ենթադրում եմ, որ հա, ձեր համար։ Դրա բա ոնց կլինի Թուրքիայից ներս մտնող, ասենք թե քաղաքացու անձնագրում Հայաստանի կնիկը խփվի ու վրան մասի սարը լինի, ոնց կարա տենց բան լինի։ Ոնց կարա Հայաստանը Թուրքիայի, բարեկամ Թուրքիայի նկատմամբ նման անշնորհքություն թույլ տա։ Բայց էլ ասեք, արա։ Այ Ալեն Սիմոնյանիկ, բայց էլ ասա, դա տենց բաներ շատ ես ասում, Ռուբեն Ռուբինյան։ Բա շատ եք սիրում տենց բաներ ասել թուրքին գովալով, բա ասեք էդ էլ ասեք, ոնց կլինի տենց էդի շատ մեծ սենց անշնորհք, դա դիվանագիտական ապտակ կլինի Հայաստանի կողմից Թուրքիային, դրա համար մենք սա, այսինքն դա ավելի вообще-то խելքին մոտիկ բացատրություն կլներ, քան այն էշությունը, որ ասում էր Վագն Ալեքսանյան։ Չնայած էդ էլ է տականքություն, էլի, բայց ծեմնի մեն էլի, խելքին մի քիչ ոնց որ սենց բաներով, էլի։ Փաստացի մենք այսօր տեսնում ենք խաղաղության գինը մեր վճարելու կոնկրետ քայլերը։ Մատենադարան, ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, Մեսրոպ Մաշտոց, հայկական Այբուբենը, պատմական հիշողությունը, եկեղեցին, այս ամեն ինչի լուծարումը, ամենուրեք և ամեն ձևի մասի սարի պատկերից հրաժարվելը և մեր պետության ստեղծման հռչակագրից հրաժարվել, սահմանադրություն փոխել և այլն և այլն։ Դուք կարծում եք, որ խաղաղությունը սրանով ստորագրվելու է, այսքանով ավարտվելու է ամեն ինչը, դուք հասկանում եք ինչա կատարվում այսօր Զանգեզուրի միջանցքի շուրջ։ Այսինքն մենք բեմականացված մի եթեր ենք տեսնում, որտեղ Թրամփը, Ալիևը և Գերագույն թշնամին ինչ-որ բաներ են ստորագրում, փոխանակվում են և այլն, սակայն հետո պարզվում է, որ պաշտոնական փաստաթղթերի մեջ այդ գործընթացի հետ կապված, այդ պայմանագրի հետ կապված Թրամփի ստորագրությունը չկա։ Կա միայն Գերագույն թշնամու և իր մորաքրոջ աղջիկ, թե մորաքրոջ տղա, չգիտեմ, Ալիևի ստորագրությունը, կամ ինքն Ալիևի մորաքրոջ աղջիկը, չգիտեմ, ինքով ով է իրան, ուրիշ Թրամփի այնտեղ երաշխիքներ, որևէ անվտանգության երաշխիքներ գոյություն չունեն։ Եվ չեմ ասում, որ Միացյալ Նահանգները որտեղ մտան խաղաղապահ միջնորդություններով, շատ կարճ ժամանակ այնտեղից դուրս եկան, ու դա թողեցին նրանց, ում որ դեմ մտել էին այնտեղ։ Ամենավառ դրա ապացույցը մեկ Աֆղանիստանն է։ Արաբական երկրներում իր զորքերը դուրս է հանում որոշակի երկրներից։ Լիքը հարցեր կան, որտեղ որ Միացյալ Նահանգները մտել են, ինչ-որ մի բան արել են, իրանց մաքսիմալ ինչ-որ պետք է համել են, շահերը ստացել են, թողել են համաճուկին դուրս են եկել։ Հիմա
այդ վերահսկողությունը եթե լինելու է ամերիկյան, որը շատ կասկածում եմ, Ամերիկան էլ երբևիցե չի դադարել ասել, որ ինքը Ադրբեջանը մեծ պետություն է, որ Հայաստանը իր համար ոչ մի բան է։ Միայն գործիքա Ռուսաստանի դեմ որոշակի գործողություններ իրականացնելու կազմակերպելու համար։ Եթերում ասել եմ, չեմ ուզում նույնիսկ կրկնվեմ, մեկը ոչ լսում եք, ոչ հավատում եք, ոչ էլ բանի տեղ եք գնում, բայց իրականությունը է դա։ Այսօր մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ Ալիևը փաստացի ասում է, որ Զանգեզուրի միջազգային շինարարությունը թե այս կողմից, թե այն կողմից շատ մեծ թափով իրականացվում է։ Շատ մեծ թափով։ Բացարձակապես հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ բավական կոշտ է իրան սկսել պայել այս հարցի շուրջ, ասենք թե Իրանը։ Եվ պատահական չի, որ ոչ թե Իրանի վրա, այլ Գազայի վրա Իսրայելը ուժգին հարձակումներ իրականացնում, Հեզբոլլահին խփում եւ հայտարարություններ անում, որ ինքը մինչեւ վերջ ոչնչացնելու է Հեզբոլլահին։ Իրականում սա ոչ ուղակի հարված է հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այսինքն ինքը նախազգուշացնում է, որ ինքը որևէ արգելանք, որևէ սահմանափակում միջազգային հանրության կողմից գործողություններ իրականացնելու չունի։ Եվ Իրանը պետք է հանգստանա, որովհետև եթե ինքը խփեց Իրանին, Ամերիկան կանգնելու է Իսրայելի կողքին։ Այդ դեպքում մեր այս տարածաշրջանի հարցը ում շահերին է ծառայելու։ Մի հատ կարաք ինձ բացատրեք։ Բնականաբար չէ, Իսրայելը ամերիկյան հարց է, որտեղ ամերիկական ասենք թե ինչ-որ խմբեր են մտնելու տեղ, իբր թե անվտանգությունը ապահովելու, հա, այդ միջանցքի։ Իսրայելը ունի բազմաթիվ, ուրեմն բազաներ նախկին օկուպացված Արցախյան, ուրեմն տարածքներում, նորակառույց օդանավակայաններում, անընդհատ սպառազինվում է, անընդհատ համալրվում է սպառազինությամբ Ադրբեջանը, օրական 12 բորդ Իսրայելից նստում են այսօր, ուրեմն Ադրբեջան, սա պատահական չի, եւ սա ուղղված չի մենակ Իրանի դեմ հնարավոր գործողությունների պարագայում։ Սա նաև ուղղված է նրան, որ եթե հանկարծ Ռուսաստանը փորձի պաշտպանել Իրանի Հանրապետությանը, այնտեղ լինի շատ լուրջ հակազդեցություն, ու այնտեղ ստացվում է բավական լուրջ քարյակ։ Շատ լուրջ քարյակ, դա Միացյալ Նահանգներն են, Մեծ Բրիտանիան է, Իսրայելն է, Թուրքիան է։ Եվ այս ամեն ինչը, այսինքն դուք հասկանում եք, որ այս ամեն ինչի կռվախնձորի եւ քաղաքական շահերի բախման պատճառը այս գերագույն թշնամին է դարել։ Ինքն է սաղ կազմակերպել եւ արել իր քայլերով գործողություններ ունեց, որ մենք դառել ենք աշխարհի ամենահզոր պետությունների շահերի բախման կիզակետը։ Մենք այդպես վիճակում չենք եղել, մինչև սրա իշխանության գալը։ Հաստատ չենք եղել։ Ու սա ուր է տանում մեզի։ Ես շատ գիտեմ։ Թուրքամետ եւ եվրոմետ նիկոլականներ։ Մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք, այդ հարցին պատասխանեք, ու եթե գոհ եք ձեր պատասխանից, մի հատ ձեզ լավ ծափ տվեք, էլի։ Բայց հայելի մեջ նայելով, չնայած ծափ եք տալի, չեք հեռադիտում այդ հաճույքը, էլի, ճիշտ չի, էլի։ Այս ֆոնի վրա դուք գիտեք, չէ, որ Քլեչը եկավ Հայաստան, Ռուբինյանը այդ բանակցություններ եղավ, որևէ մեկը գիտի ինչ մասին են խոսել, ինչ թեմաներ է շոշափվել։ Արդյոք այդ բանակցությունների հետևանքը չի
կնիքի վրից մասի սարի հանելը եւ հաջորդ հանդիպումը որ պետքա լինի Թուրքիայում այնտեղ ինչա Թուրքիան պահանջելու որը Հայաստանը խելոք տուզիկի նման տակը ճիշի կարած վախից անելու է մեկն ու մեկը գիտեք ես ճիշտ ասած չգիտեմ ու այդ չիմանալուց սարսափում եմ իրոք սարսափում եմ վախենալու է Այս ամեն ինչի վրա դուք տեսնում եք, չէ՞, շարունակվում են քաղաքական հետապնդումները։ Շարունակվում են անթակույց, անամոթ, զզվելիության չափի ցինիզմով։ Մի հատ ընդհանրապես մի կանոնավորի մասին եմ ուզում ասեմ, որ ինքի իրականում քաղաքական տեսանկյունից, հա, բնակչության վրա ներողություն, ճշմարտությունն եմ ասում, հա, քաղաքացիների մտածելակերպի, ասենք թե քաղաքական դաշտի վրա ներազդելու տեսանկյունից, նու եթե չասեմ չնչին գրեթե զրո ազդեցություն ունի։ Ուղղակի ազնիվ հայրենասեր մարդը մեկ-մեկ ստեղ էս եթերում տենց ուղղակի ելույթ ունենում ու ասում են ինչ որ մտածում են, ինչից որ իր սիրտը ցավում է։ Բայց ինքը չճանաչված, չընդունված, չընկալված մարդ է, խորքը Սամվելյանի մասին է։ Տարիքով մեծ մարդու մասին, որը այսօր ունի շատ լուրջ վատ թարացված ծանրագույն առողջական խնդիրներ։ Պարոն Չոբանյան, եթե թույլ կտաք, 3 դատական նիստներ, որը հետաձգվեց Ստեփան Սամվելյանի կյանքին բարեգույն իմաստով վտանգ է սպառնում, երեկոյան իր ճնշումը բարձրացել է 200 եւ ավել, հոսպիտալացրել են, դիալեզի կարիք ունի, որը չեն ապահովում ոչ մի ձև, փաստաբանը Զարուհի Փոստանջյանը աղազանգում է, թե ինչ վիճակ են հասցրել մարդուն, հոսպիտալացնելուց հետո նորից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, խնդրեմ։ Դե հենց դա է ուզում ասել, հարցը նա որ այս մարդուն մեղադրում են Վազգեն Քույրիկ Սարգսյանի վրա մահափորձ կատարելու համար։ Նախ եւ առաջ գոնե Սամվելյանը այնքան գիտակից մարդ է, որ ինչպես եւ շատ հայրենասեր ճիշտ մտածելու բանականություն ունեցող մարդիկ հասկանում են, որ այդ մարդու վրա մահապուրց կատարելը անիմաստ է։ Որովհետեւ ինքը շատ շուտվանից իրան սպանել է, թաղել է, ոչնչացրել է, զրո է դարձրել, սա Հայաստանը ասում է քույրիկ իրան։ Իսկ ով է ինքը որ զիբիլ։ Դա զրո։ Ու մի հատ դրան պետք է ինչ-որ սպանեին, որ դրա հեղինակությունը բարձրանար, դրան դարձնեին բան, հա, հենց տիպը ես իմ հանուն ինչի զով դարած, որ ռոյցինգը սենց բարձրանար ու դրանով սկսեն ինչ-որ բան անեն։ Ախր գիտեք ոնց մարդը, որը երկու քայլ ինքնուրույն չի կարողանում, պատից բռնվելով իջնում է, պատից բռնվելով բարձրանում է, էլեմենտար մարդական պատրաստակամություն զենքին տիրապետելու, ինչ-որ մի հնարավորություն իր ձեռքի մեջ չունենալով այդ ոնց էր մահապորձ կատարել։ Լավ պատկով անցել է, բայց ոնց կարար այդ մահապորձը կատարել։ Որևէ մի ապացույց ես տենց չտեսա, որ այս մարդը նախապատրաստվում էր մահապորձ կատարել։ Ընդհանրապես ոչ մի տեսակի, ոչ ուղակի, ոչ անուղակի, ոչ ինչ-որ խոսակցության մեջ, ոչ ինչ-որ, չգիտեմ, գաղտնալստված ինչ-որ բան մեջ, չկա ոչ մի բան։ Հարցը առաջանում, բալավ իշխանությունները խեն սրան փագել։ Բացատրել։ Այս իշխանությունների քայլերը երբեք պատական չի լինում։ Պատական չէ, որ սեպտեմբերի 13-ին փառատոն արեցին։ Պատական չէր։ Պատական չի, որ կնիքի վրից անհետացավ Մասսարի պատկերը։ Պատական չի, որ մեծ բանում Մատենադարանում անհասկանալի բաներ են կատարում ցեղասպանության զորի հիշատակի հուշահամալիրում գործողություններ են իրականացում անհասկանալի։ Այդսեղ պատական չի։ Բայց մարդիկ բողոքում են, չէ, մարդիկ դժգոհում են,
հասարակ մարդիկ բանին անում, հելում են բանին անում, իսկ մարդը ուզում ասի, արա խելոք հանգիստ վեր եկեք տեղեր, տենեմ եք ինչ եմ անում։ Ում հետ ինչ ուզում եմ, էդ էլ անում եմ։ Խելոք մնացեք։ Սա ուղղակի պրոստը մարդկանց վրա մատ թափ տալու ձև է։ Կապ չունի, որ այս մարդը հիվանդ է, որ մեր լուսահիշատակ փառահեղ հերոս տղու Արմեն Գրիգորյանի նման կարա, ասենք թե դահլիճում դատարանի մահանա ինչ որ մի հետևանքի պատճառով, որ այս մարդը դիալիզի կարիք ունի եւ այդ դիալիզի ուրեմն անհրաժեշտ գործողությունները եւ սպասարկումը չեն ապահովում, իսկ դիտավորները սպանում են այս մարդուն, ուսանում են ցինիկաբար, անթափույց։ Իրանք չեն վախում դրանից, որ ինքը բանտիխուցում կմեռնի, որովհետեւ ուրեմն երիկամների անբավարարություն կունենա, որովհետեւ ճնշումը կբարձրանա եւ այդ ճնշման հետ կապված ինքը կստանա արյան զեղման, ասենք թե այն աշճանի ուրեմն բարդություն կյանքի հետ անհամատեղելի։ Չեն վախենում, իրանք դա ցույց են տալի, որ թքածուն են, հետո ինչ որ կմահանա։ Հետո ինչ որ կմեռնի, արա, որ սաղիթ էլ դնեց են վերաբերվելու։ Սաղիթ է դա սպասվում։ Սա է Ստեփան Սամվելյանի նկատմամբ իրականացվող գործողության բովանդակությունն է եւ նպատակը։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Դուք ձեր բարձրացված հարցերն էլ հիմնականում պատասխանեցի, թե ուրիշ հարցեր կան։ Լիովին համաձայն եմ, համարեք, որ ամբողջությամբ կրկնեցի իր ասույթը եւ ոչ միայն իր, այլ նաեւ Միքայել Սրբազանի անմեղության մեջ եւ ելի շատ բանդարկյալների անմեղության մեջ, այնտեղ Աղգեն Չախալյան կա եւ ելի մարդիկ։ Բոլորի համար տունը բոլոր ձեր արածների համար չեք մարսելու։ Աստծո դատաստանը լինելու է շատ ուժգին, իրոք ձեր տաները քանդվելու է։ Դուք ինքներդ ձեր ձեռքով դերեցիք անեծքի տակ, Աստծո անեծքի տակ եւ կրելու եք այդ պատիժը։ Վատ է լինելու այդ պատիժը։ Ծանր, շատ ցավալի է լինելու այդ պատիժը։ Այսօր կլինի, 5 ամիս հետո կլինի, բայց շատ ուշ չի լինի։ Ես վստահ եմ, որ ես ինքս հələ դեռ այնքան կապրեմ, որ այդ պատիժը կհասցնեմ տեսնել ձեր։ Ոնց եք տառապելու, ոնց եք ցավալու, ոնց եք վնգստալու պատերի տակ այս ձեր արածի համար։ Լինելու է դա։ Համոզված եմ Միքայել Սրբազանի ասացի ամեն մի բառն էլ Աստծո օրհնանքով եւ Աստծո թելադրանքով ասված բառեր են եղել, վստահ եմ, որ ինքը դա ասել է Աստծուց ցույցտվություն ստանալով եւ Աստծո անմիջական ուրեմն աջակցությամբ։ Ողա ոչ որպես եկեղեցական այդքան էլ ճիշտ բան չեմ ասում, ասում եմ ինչ որ սրտից է գալիս։ Ես եմ շնորհակալ։